Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լի է լինելու այնպիսի սրտաճմլիկ դրվագներով, անսպասելի որոշումներով և դաժան վրեժխնդրությամբ, որոնք պարզապես գլխի վայր կշրջեն սերիալի ողջ ընթացքը։ Պատրաստվեք, քանի որ կրքերը հասել են իրենց գագաթնակետին, և յուրաքանչյուր հերոս այժմ կանգնած է ճակատագրական ընտրության առջև։ Ամեն ինչ սկսվում է Սարգսյանների հայրական տանը։ Ավոն կարծես մոռանալով իր բոլոր նենգություններն ու մեղքերը, որոշում է այցելել հորը։ Այստեղ նա իմանում է, որ չնայած բոլոր ողբերգություններին, շուտով տեղի է ունենալու Դավիթի և Նարեի հարսանիքը, և ողջ ընտանիքը հիմա զբաղված է այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքներով։ Ավոն իրեն հատուկ լկտիությամբ և ինքնավստահությամբ անմիջապես հետաքրքրվում է հորից, թե արդյոք ինքն էլ է ներկա գտնվելու այդ հարսանիքին։ Սակայն Դավիթ պապիկը տալիս է շատ արդարացի և կոշտ պատասխան։ Նա ասում է, որ դա բացառապես Դավիթի որոշելիքն է, և եթե Դավիթը ցանկանա, ապա Ավոն կմասնակցի։ Այս խոսքերը հունից հանում են Ավոյին, նա ահավոր զայրանում է և վրդովված բացականչում, թե ով է առհասարակ Դավիթը, որ որոշի ինքը կմասնակցի իր ընտանիքի ուրախությանը։ Ավոն դեռևս չի գիտակցում, որ վաղուց կորցրել է այդ ընտանիքի լիիրավ անդամը կոչվելու բարոյական իրավունքը։ Մինչ Ավոն փորձում է իր տեղը գտնել ընտանիքում, Հունանի կայսրության ներսում արդեն նոր խաղացողներ են ի հայտ գալիս։ Վովան հանգիստ մարզվում է սպորտսրահում, երբ հանկարծ ներս է մտնում Արամի հորեղբայրը՝ Արտյոմը։ Նա մոտենում է Վովային, ծանոթանում նրա հետ և բաց տեքստով ներկայանում որպես այդ ողջ կայսրության նոր ղեկավար։ Արտյոմը շեշտում է, որ քանի որ Հունանը մահամերձ պառկած է հիվանդանոցում, այսուհետ բոլոր որոշումներն ու իշխանությունը գտնվում են իր ձեռքերում։ Սա նշանակում է, որ Արտյոմն այլևս չի թաքնվում ստվերում և սկսում է իր բացահայտ գրոհը։ Այժմ անցնենք սերիալի ամենասարսափելի և էմոցիոնալ ծանր դրվագին։ Արտասահմանյան կլինիկայում Գրիշոն վերջապես գիտակցության է գալիս վիրահատությունից հետո։ Լեան արցունքն աչքերին միանգամից մտնում է նրան տեսակցության։ Գրիշոն շփոթված և ապշած նայում է քրոջն ու ասում, որ ինքը բացարձակապես չի զգում իր ոտքերը և չի հասկանում, թե ինչ է կատարվում իր մարմնի հետ։ Լեան հայտնվում է ծանրագույն հոգեբանական կացության մեջ։ Նա պարզապես համարձակություն չի ունենում եղբորն ասելու այն դաժան ճշմարտությունը, որ նա կարող է հաշմանդամ մնալ, և որ իրենք կտրել անցել են այսքան ճանապարհ ու հասել արտասահման հենց այդ պատճառով, որպեսզի Գրիշոն քայլելու խնդիրը հնարավորինս արագ և արդյունավետ լուծում ստանա։ Սակայն Գրիշոյի ֆիզիկական ցավը խամրում է նրա հոգեբանական տառապանքի դիմաց։ Նոր ուշքի եկած Գրիշոյի շուրթերից առաջին բառը հնչում է մանան։ Նա աղաչում է քրոջը հենց այդ վայրկյանին զանգահարել մանանին, որպեսզի ինքը վերջապես տեղեկություն ունենա նրա և իրենց սպասվելիք երեխայի վիճակի մասին։ Լեան դողացող ձեռքերով միացնում է զանգը։ Մանանը պատասխանում է և լսելով Գրիշոյի ձայնն ու հարցը, այլևս չի կարողանում իրեն զսպել։ Նա լացակումած, խեղդվող ձայնով հայտնում է ամենասարսափելին՝ երեխա այլևս չկա։ Ինքը կորցրել է փոքրիկին։ Այս խոսքերը լսելուն պես Գրիշոյի աշխարհը փուլ է գալիս։ Նա հայտնվում է ահավոր, աննկարագրելի ծանր հոգեվիճակում։ Լեան ևս հեկեկում է, տեսնելով եղբորն այդպիսի կոտրված վիճակում։ Բայց Գրիշոյի վիշտը վայրկյաններ անց վերածվում է կույր ատելության։ Նա դաժանաբար հայտարարում է, որ այս ամենի համար երբեք չի ներելու մանանին, և որ նա պարտադիր պատասխան է տալու իր արածների ու այս կորստի համար։ Որքան էլ մանանը հեռախոսի մյուս կողմում ողբում է ու լացում ահավոր վիճակում, Գրիշոն կուրացած իր ցավից բացարձակապես չի հավատում նրա անկեղծությանն ու արցունքներին։ Մինչ Գրիշոն տառապում է, Վովան կայացնում է իր կյանքի ամենակտրուկ որոշումը։ Նա վերադառնում է տուն և անսպասելիորեն պահանջում է մոր Օլգայի անձնագիրը։ Օլգան զարմանում է և չի հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի համար է այն պետք որդուն։
Վովան սառնասրտորեն հայտարարում է, որ ինքը հենց հիմա ինքնաթիռի տոմս է գնում մոր համար, որպեսզի Օլգան անհապաղ մեկնի Ռուսաստան եւ ընդմիշտ հեռանա այս քաոսից ու խոճեճված գաղտնիքներից։ Օլգան ապշած, կարծես քարացած կանգնում է տեղում։ Նա կտրականապես հրաժարվում է, ասելով, որ ոչ մի տեղ էլ չի ցանկանում մեկնել եւ հաստատ չի լքելու Հայաստանը։ Վովայի եւ մոր միջև կոնֆլիկտը հասնում է նոր մակարդակի։ Եվ ահա մենք հասնում ենք այսօրվա թողարկման ամենաշոկային ու դաժան կուլմինացիային։ Իննան, տեսնելով ամուսնուն մահվան մահճակալին, ամբողջությամբ կորցնում է բանականությունն ու մարդկայնությունը։ Նա որոշում է դաժան վրեժ լուծել բոլոր այն մարդկանցից, ովքեր իր կարծիքով կապ ունեն Հունանի այս ծանր վիճակի հետ։ Եվ չնայած նրան, որ իրականում Արամը բացարձակապես կապ չունի մեքենայի պայթյունի հետ, Իննան որոշում է սկսել հենց նրանից եւ պատվիրում է Արամի սպանությունը։ Քիչ անց նրան զանգահարում են իրենց հանցախմբի մարդիկ եւ հայտնում, որ հենց այսօր Արամին կալանավայրից տեղափոխելու են բանդ։ Իննան առանց աչք թարթելու հրամայում է անցնել գործի եւ ճանապարհին վերացնել, սպանել նրան։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, Իննան, այսպես ասած պատվով ու առանց խղճի խայթի, շարունակում է իր ամուսնու Հունանի արյունալի հանցագործությունների շղթան, վերածվելով իսկական մարդասպանի։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք Իննայի վարձու մարդասպանների կհաջողվի իրագործել Արամի սպանությունը ոստիկանական մեքենայում, թե Արտյոմը կկարողանա վերջին վայրկյանին փրկել իր եղբոր որդուն այս դավադրությունից։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ Շնորհակալություն դիտելու համար։